Ողջույն սիրելիներս, շատ շնորհակալ եմ, որ միացաք իմ ալիքին։ Այսօր ուզում եմ ձեզ հետ միասին պատրաստենք քաղցր շարոց, սուջուխ։ Դե ինչ արդեն սկսենք։ Ես արդեն շարել եմ ընկույզները այսպես շարել եմ, որ ժամանակ չկորցնեմ շարելու վրան։ Այստեղ 12 հատ ես ընկույզ եմ շարել, այս անգամ որոշեցի պատրաստեմ սիրելիներս բալի հյութով քաղցր շարոց, ընտրեմ բալի հյութով քաղցր շարոց եմ ուզում պատրաստեմ, անցած անգամ պատրաստեցի ընկույզից մուրաբով շարոց, բայց հեռախոսս մի քիչ խնդիրներ եղավ եւ չկարողացա նկարեմ եւ ցույց տամ ձեզ։ Այս անգամ բարգասու ամեն ինչ կարգին է եւ սկսենք։ Ուրեմն սիրելիներս, ինչ է մեզ անհրաժեշտ։ Մեզ անհրաժեշտ է ընկույզ 1 կիլոգրամ, մեզ անհրաժեշտ է ալյուր 300 գրամ, մեզ անհրաժեշտ է 800 գրամ շաքարավազ։ Սիրելիներս, սրանք ստանդարտ չափերն են, բաղադրատոմսի չափերն են, եթե շարոցը քաղցր չեղավ, ուրեմն պեսոկը ավելացրեք։ Եթե շատ քաղցր չեք սիրում, ուրեմն 800 գրամը շատ լավ չափ է քաղցր շարոցի համար։ Մեզ անհրաժեշտ է 1 թեյի կտալ մեխակ, եթե աղացած է, եթե աղացած չէ, մի քանի հատ այսպես թանձիվով կապեք եւ կգցենք շարոցի շփոթի մեջ, եւ մեզ անհրաժեշտ է 1 թեյի կտալ դարչին։ Հիմա սիրելիներս, մեզ ուրեմն անհրաժեշտ է ալյուրը լցնում եմ խորը կաթսայի մեջ, ավելացնում եմ, նախապես ասեմ, որ ես այստեղ օգտագործում եմ 1 լիտր բալի հյութ, մեզ անհրաժեշտ է 3 լիտր բալի հյութ, ես սկզբից օգտագործում եմ միլիտրը, լավ խառնում եմ ալյուրի հետ, հետո ալյուրը այս խյուսը քամում եմ, որպեսզի գնդիկներ չառաջանա, գեղեցիկ տեսք է ստացել, խնդրեմ սիրելիներս, ինչքան հրաշալի գույն ունենք այստեղ, խյուսը քամեմ եւ վերադառնամ ձեզ հետ։ Ահա, սիրելիներս, կրկին վերադարձա, քամեցի իմ խյուսը, ավելացնում եմ նորից 2 լիտր հյութ, բալի հյութ եմ ավելացնում 2 լիտր, սիրելիներս, ասեմ, որ ես շատ եմ սիրում ամանորյա այս պատրաստությունները, չգիտեմ, ցանկացած տեսակի ամանորյա պատրաստություն ես շատ եմ սիրում, քանի որ ամանորը շատ եմ սիրում, դրա համար ինչ կապված է ամանորի հետ շատ եմ սիրում։ Դե ինչ, անցնենք մեր գործին։ Նցրեցի բալի հյութը, հիմա ավելացնում եմ շաքարավազը, անընդհատ խառնելով, ավելացրեցի շաքարավազը, հիմա ավելացնում եմ թանձիվով պատրաստած մեխակը եւ 1 թեյի կտալ, մի րոպե, 1 թեյի կտալ դարչին։ Սիրելիներս, ասեմ, որ եթե դուք ունեք հիլ, այսպես 1 թեյի կտալ դարչին, եթե շատ եք ուզում, մի քիչ ավելացնում եք։
Սիրելիներս, ասեմ, եթե դուք ունեք հիլ, աղացած հիլ, ավելացրեք նաև 1 թեյի կտալ հիլ։ Եթե ունեք նաև հատիկավոր հիլ, 1 կամ 2 հատիկը բավական է։ Ուղղակի ես այստեղ հիլ չունեի, դրա համար չավելացրեցի, խնդրեմ։ Դնեմ գազօջախին և միանամ ձեզ հետ նորից։ Նայեք, սիրելիներս, դրեցի գազօջախին, ասեմ, որ գազօջախը պետք է շատ մարմանդ լինի, քանի որ եթե կպավ, շփոթը կպավ, ուրեմն այրվածի համ և հոտ կգա, այդ արդեն սիրուն չի լինի։ Եռալու ընթացքում, մինչև շփոթը պատրաստ լինի, պետք է անընդհատ, սիրելիներս, անընդհատ խառնել, անընդհատ խառնելով շփոթը համ փայլուն կգա, համ էլ տակը չի կպնի։ Ասեմ, որ շփոթը եփելու ենք 2-ից 2.5 ժամ։ Այդ ընթացքում զինվեք համբերությամբ և անընդհատ խառնեք ու խառնեք։ Այսպես անընդհատ խառնում ենք, որ գեղեցիկ, սիրուն, փայլուն, համեղ, կարևորը համեղ շփոթ լինի։ Երեխեք իրականում գույնը շոտ սիրուն գույն ունի, հասած վիշնյայի գույն ունի, հասած բալի գույն ունի, ուղղակի տեսախցիկը լավ չի ֆիքսում։ Այսքանը պատրաստ լինի, նորից կմիանանք, կտեսնենք ինչպես է պատրաստվում, սիրելիներս, խնդրեմ։ Նայեք, սիրելիներս, վերադարձանք, արդեն մեր շփոթը պատրաստ է, խնդրեմ, արդեն պղպջակները դուրս գալիս, անցավ 2.5 ժամ, մոտավոր այսպեսի տեսք ունի, ինքը ինքն սիրուն գույն ունի, բալի գույն ունի, երեխեք չեք պատկերացնի, ուղղակի տեսախցիկով լավ չի երևում։ Հիմա ինչ ենք անում, նայեք, ինչպես ենք ստուգում, որ շփոթը արդեն պատրաստ է, լցնում ենք առանձին ափսեի մեջ, եթե շփոթը չծորեց, պահեց իրա ձևը, խնդրեմ, եթե չծորած, պահեց իրա ձևը, ուրեմն պատրաստ է։ Սիրելիներս, մեր շփոթը արդեն պատրաստ է, անջատում ենք գազօջախը, գնանք հաջորդ մյուս սենյակ և թողնում ենք մի քիչ հովանա շփոթը և արդեն մեջը ընկղմում ենք ընկույզները և արդեն շարում ենք։ Մնացածը մի քիչ անց ձեզ ցույց կտամ, ինչպես ենք դա անում։ Մի քիչ հովանա և մնացածը ցույց կտամ ձեզ, սիրելիներս, մնացեք ինձ հետ։ Նայեք, սիրելիներս, նորից վերադարձանք, այստեղ արդեն մեր ընկույզը պատրաստ է, ես այստեղ նաև պատրաստել եմ 2 հատ փոքրիկ գնդիկներ, սա ջրի հետ, մի րոպե, ինչ եղավ, լավ, այսպես ցույց տամ, սա դեղցի, ներողություն, սա կարծեմ ձմերուկ, հա, ձմերուկի ջիր է, նաև ընկույզի հետ միասին դրել եմ, իսկ սա դեղցի է։ Սրանք նույնպես կպատրաստենք, աղջիկներ ջան, չեք պատկերացնի ինչ բույր է տարածվել ամբողջ սենյակով, մեկ անուշ բույր է տարածվել, խնդրեմ, սա մեր սիրելիներս, շփոթի շարոցի, քաղցր շարոցի երկարությունը ըստ ճաշակի է, ըստ ցանկության է երկարությունը, ուզում եք երկար արեք, ուզում եք կարճ արեք, դա ըստ ցանկության է, խնդրեմ, ես իմ մոտ մի քիչ երկար է ստացվել, հիմա կախեմ և ձեզ ցույց տամ, ահա, նայեք սիրելիներս, ես արդեն կախեցի այստեղ, ինքան սիրուն գույն ունի, չեք պատկերացնի, այստեղ տակը փռել եմ թուղթ, նաև ներկևն եմ փռել,
որ չթափվի շատ ներքև այստեղ այնտեղ, խնդրեմ, շոտ սիրուն գույն ունի, երեխեք, շոտ ընտիր գույն ունի, ուղղակի մի քիչ տեսախցիկը լավ չի ֆիքսում։ Սա ես արել եմ 45-ից 50 սանտիմետր, եթե չեմ սխալվում, շոտ սիրուն գույն ունի, շոտ ընտիր, մի րոպե պես թղթի վրա ցույց տամ, եթե լավ, ուղղակի մի քիչ լավ չի երևում, էլի, որ գույնը ձեզ իսկապես ցույց տամ, շոտ սիրուն գույն ունի, երեխեք ջան, աղջիկներ ջան, ես բաղադրատ տոմսը կթողնեմ նկարագրության բաժնում, եթե ինչ-որ հարցեր ունեք, կարող եք գրել մեկնաբանությունում, սիրով կպատասխանեմ բոլորիդ հարցերին։ Հիմա սա թողնում ենք չորանա, ընդհանրապես քաղցր շարոցը, նայած ձեր պայմաններին, թե դուք որտեղ եք չորացնում, երեխեք ջան, թե որտեղ եք դուք չորացնում, նայած ձեր պայմաններին, եթե դուք չորացնում եք դրսում, եթե դրսում եք չորացնում, 3-ից 4 օրվա ընթացքում կչորանա, նայած իսկ եթե, ընկավ մեջը, ոչինչ, իսկ եթե դուք տանն եք չորացնում, տան պայմաններում եք չորացնում, մոտավոր մի, եթե չեմ սխալվում, 7-ից 10 օրվա ընթացքում, նայած որտեղ եք չորացնում, դա արդեն կախված է ձեր չորացման պայմաններից, եթե դրսում շուտ կչորանա, եթե տան պայմաններում դա արդեն գիտեցեք, որ մի քիչ ուշ կչորանա։ Սիրելիներս, բոլորը կախեմ և միանամ նորից ձեզ հետ։ Տեսեք, սիրելիներս, կրկին նորից ես եմ։ Սա իմ անցած անգամվա պատրաստած շարոցներն է, սրանք գնդիկներ են, սրանք շարոցներ են։ Շատ գեղեցիկ է ստացվել, բույրը ու համը չտեսնված է։ Նայեք, սիրելիներս, հիմա տեսեք ինչ ենք անում։ Սովորական ցելոֆանի մեջ, տպրակի մեջ դնում ենք հատիկ առ հատիկ շարոցները և տեղադրում ենք այսպիսի ամանի մեջ, որ դնենք սառցախցիկ։ Այդպես եմ անում, որ չկպնի իրար չկպնի հանկարծ, չփճանա մեր պատրաստի շարոցները ու և երկար մնա, թեկուզ ինչքան որ մեզ անհրաժեշտ է պահելու համար։ Այսպես ավելի հարմար է, ավելի գեղեցիկ է։ Այսօր այսքանը, սիրելիներս, հուսով եմ հավանեցիք իմ տեսանյութը, չգիտեմ ինչքանով որ ձեզ համար օգտակար եղա, եթե ինչ-որ հարցեր ունեք, կգրեք մեկնաբանությունում, սիրով կպատասխանեմ ձեզ, շատ եմ խնդրում հավանեք իմ տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք իմ տեսանյութերը, հետագայում ես շատ գեղեցիկ տեսանյութեր եմ պատրաստելու և տեղադրելու իմ ալիքում։ Շատ շնորհակալ եմ, որ ինձ հետևում եք, բաժանորդագրվում եք իմ ալիքին, ձեզ հետ կրկին ես էի, շատ շնորհակալ եմ, լավ մնացեք, պաչիկներ ու սրտիկներ ձեզ։